Խանար բանուն ենք չէ, որ երբաներ իհարկե ունենք, ինքը հրաշտվող պահում ամեզ է իրաձերքը միշտ մեր վրա է ես ինչ եմ ասում միշտ մեր վրա է ես միակ 100%-անոց ասում եմ եթե մի վարկյան իրաձերը քաշի չէ մենք ոչինչ կդառնանք մենք կչնչվենք մեզի մեր թշնամին ողորման չի որ ասի լավ ոչինչ ես անգամ անցար ինքը անողորմ է ինքը ահավոր է սատանայի բնությունը մենակ Հիսուսը լավ գիտեր ինքը ուզում է որպեսզի մենք միշտ իր կարիք ունենանք միշտ ամեն ժամանակ երբ որ ասում եմ գիտեք եթե Տիրոջ ներկայությունը մեր հետ չլինի մենք կչնչվենք մի վարկյան չէ մի վարկյանը հերիք է որ սատանան ոչնչացնի մեզ ես կյանքի փորձից եմ ասում ոչ թե այս պատահական եւ ուրիշների կյանքի փորձից նույնպես ես հիշում եմ Օքսեն եղբայրը մի անգամ ասում է բարգած է ասում է մեկ էլ մի հատ երեխա մոտեցավ ասում է գիտես ես ով եմ ասում է չէ տելեֆոնում եմ մեկը ասում է ես քո Սուրբ Հոգին եմ ասենք ինչա երեխոնում եմ մոտեցավ որպեսզի մարդ հասկանա որ նա ով որ քո մեջ այսօր բնակում այնքան ազնվորություն է դες շատ ասում թե հոգի է չեն էլ հասկանում թե ով է բնակում իրանց մեջը ասում է գիտես քեզ ինչ կլինի Օքսեն եթե ես քեզանից հեռանամ ասում է չէ ասում է մեկ էլ դրանց միզանից մի քիչ հեռացավ ասում է վրեզն էց ծանրություն նստեց սխմեց հենց ասեց այդեմ 1000 կտոր կդառնամ սենց էան մեկ էլ մոտեցավ ասում է հիմա հասկացար ասում է դրանից հետո հասկացա որ Սուրբ Հոգին անձնավորություն է որ բնակում է իմ մեջս Սուրբ Հոգին իզուր չի որ Աստված Տիմոթեոսին ասում է Աստված ձեզ չի տվել երջանկության հոգի այլ սիրո սորության եւ զգաստության հոգի Տիրոջը դրա համար մենք հատուկ ձևով ենք նշում այո Սուրբ Հոգու աղոթքը կարևոր մեծ նշանակություն ունի ձեր աղոթքն ինչ որ բան ասում է մեր աղոթքը չէ բայց ամենակարևոր ամենամեծ բանը ասում է այն հոգին որ քո մեջն է բնակվում եւ Աստված ուզում է որպեսզի ես ու դու այդ հոգուն ինչ անենք վստահենք Աստված ուզում է որպեսզի այդ հոգին ոչ թե տրվի մեր ներսին այլ ուրախ լինի Աստված ուզում է որպեսզի այդ հոգուն մենք տեղ տանք եւ երբ որ իրան տեղ տանք ինքն էլ մեզի տեղ կտա մենք շատ հաճախ մեր աղոթների պատասխանը չենք առնում, մեր խնդրվածները չենք առնում, շատ հաճախ չի ստացվում, ինչի սենց եղավ, բայց ինչի պիտի այդպես չլիներ, երբ որ դու չես ճանաչում նրան, ով որ քո մեջն է բնակվում։ Աստված ուզում է որպեսզի մեր աչքերը լայն բացվեն ու շատիր նայենք։ Սուրբ Հոգու գործը եթե նայես հենց ծննդոցից սկսված, Աստծո հոգին ջրերի վրա է, Փառք Տիրոջը։ Այսօր այն հոգին, որ ջրել են այս շարժում ջրերի վրա է, այսօր քո մեջն է։ Այսօր քո մեջն է։ Հիսուսին ասում են դու դևերով ես հանում։ Ասենք Բեղզեբուղի միջոցով ես դևերին հանում։ Ասեց եթե ես Բեղզեբուղի միջոցով եմ հանում դևերին, բայց ձեր որդիները ինչպես են հանում։ Որովհետև իրանց որդիները մեծ գործ էին անում Սուրբ Հոգու զորությամբ։ Սուրբ Հոգու զորությամբ դևեր էին հանում, ասում է եթե լավ, ես Բեղզեբուղի միջոցով եմ հանում, բայց այդ որդիները ինչով են հանում։ Միթե դուք խիղճ չունեք, միթե դուք ձեր երեխեքին չեք խղճում, չէ որ իրանք գալիս են ինձ մոտ ու տեսնում են այդ զորությունները, հասկանում են, առաքյալները հասկանում էին ու գնահատում էին այն հոգին, որ իրանց մեջն էր ապրում, գնահատում էին սիրելի քույր եղբայրներս, առաքյալները գնահատում էին ամեն մի խոսք որ Սուրբ Հոգուց դուրս էր գալիս, ամեն աղոթքի խոսք, որ նրանց բերանով դուրս էր գալիս, օտար լեզներով աղոթքը շատ մեծ նշանակություն ունի, որովհետև Կորինթացիս թղթերում ասել ենք շատ վեճեր են լինում, ես նենցագրված, տարբեր տեսակ բացատրություններ են տալիս, բայց ես կասեմ մենակ մի բան, որ քո անձնաշինում, երբ որ դու օտար լեզներով աղոթում ես, քո անձնաշինում, քո պակասությունը լրացնում է Այսօր մեզ պետք է որպեսզի Աստծո խոսքը եւ մեր սիրտը միասին իր հետ բնակվեն։ Ոչ թե մեր սիրտը առանձին լինի իր համար ապրի,
Աստծո խոսքն իր համար, չէ, Աստված ուզում է, որ մեր սրտի հետ մենք լինի, իր խոսքով, իր պատվերներով, քո խոսքը իմ սրտիս մեջ պահեցի, որպեսզի չմեղանչեմ, Սաղմոսներում է գրված, ինչպես կարող ենք մենք չմեղանչել, եթե Տիրոջ խոսքը չպահեմ իմ սրտիս մեջ, եթե Տիրոջ խոսքը իմ հարստությունը չի, եթե Տիրոջ խոսքը իմ հարստությունը չի, ես չունեմ ժառանգություն, որ տամ իմ երեխային, ես չեմ կարող նրան պատմել Աստծո հրաշքների մասին, նրա փառավորության մասին, Աստված ասում է, Իսրայել, ով Իսրայել, ողորմություն եմ անում քեզի, Աբրահամին էր ասում, նույնպես Աբրահամ ասում է, դու իմ բարեկամն ես, ինչ էր ասում դու իմ բարեկամն ես, ինչ էր ասում Իսրայելին, ես քեզ ողորմություն եմ անում, որովհետև ես գիտեմ, որ Աբրահամը իրանից հետո իր սերունդին պիտի ասի Աստծո ճանապարհների մասին, Հակոբի համար նույն բանն էր ասում սիրելի քույր եղբայրներս, եւ տեսնում եք բոլոր նրանք, ովքեր որ Տիրոջ հետ մոտիկ են եղել, Աստված իրանց օգտագործել է, որպեսզի Աստծո խոսքը այդ ժառանգողները ունենային, եւ որպեսզի ավելի հաստատենք այդ խոսքերը, թե դա այդպես է թե չէ, տեսեք Աստված պահանջում է ժողովրդից, պահանջում է, որ ձեր հույսը դրեք Աստծո վրա, ինչի Աստված պահանջում Իսրայել ժողովրդից եւ բոլոր ժողովուրդներից, որպեսզի հույսները իրանց դնեն Աստծո վրա, ինքը չի պահանջում անհավատից, անհավատից չի պահանջում, պահանջում է հավատացյալից, նրանք ովքեր որ հավատում են, նրանց այս բաներն է ասում, ականջդիր իմ օրենքին, ով իմ ժողովուրդ եւ ձեր ականջները խոնարհեցրեք դեպի իմ բերանի խոսքերը, ես առակով կբանամ բերանս, դուրս կբխեմ խրտին բաները հին ժամանակից, նույն բանը Հիսուսն ասում Մատթեոսի ավետարանում առակով պիտի բանամ իմ բերանս եւ աշխարհի սկզբից ծածուկ բաները պիտի հայտնեմ, այսի կատարվում է այդ խոսքը նոր ուխտի ժամանակ, բայց այսի հին ուխտում ասում է եւ շարունակությունում այն որ լսեցինք, ճանաչեցինք եւ մեր հայրերը պատմեցին մեզի, մենք նրանց չենք տաքսնում որդիներից, եկող սերունդին պատմում ենք Տիրոջ գովասանքը, նրա սուրությունը եւ հրաշքները, որ արավ, եկող սերունդին մենք չենք տաքսնում մեր որդիներից, եկող սերունդին պատմում ենք, մենք պետք է ժառանգություն ունենանք մեր զավակներին տալու, դուք այսօր մտածում եք, չէ՞ մտածում եք, ամեն մեկը մտածում է Ինչ անեմ, ես արդեն մեծանում եմ, ժամանակն է, որ այդամ ասենք իմ հորս տունը, բայց այս երեխեքին մի ժառանգություն չթողեմ, մտածում եք, գոնե բանկում է 200,000, լավ 300,000 ունեմ, լավ միլիոն ունեմ, તો ունեցի, то միլիարդ ունեցի, բայց էդի քո երեխուն հոգու փրկություն չի, այլ եթե դրա հետ միասին մտածես ամենակարևոր հարստության մասին, եթե Աստծո խոսքը քո սրտի մեջ քանձի նման պահես Եվ էդի տնես քո երեխի սրտի մեջ, քո ժառանգությունը տաս իրան, ինքը իրոք հարուստ կլինի, սիրելի քո եղբայրներս, ոչ թե նրանք են հարուստ, որ շատ փող ունեն, էլի հարուստ են, բան չունեմ ասելու, բայց այս ժամանակավոր կյանքի համար, բայց նրանք ովքեր որ Աստծո խոսք ունեն սրտերի մեջ, նրանք հավիտենական ժառանգություն ունեն, հավիտենական ժառանգություն ունեն, Տիրոջ անունը թող փառավորվի, եւ այստեղ ասում է, ես ունեմ շարունակեմ, նա վկայություն հաստատեց Հակոբի մեջ եւ օրենք դրավ Իսրայելի մեջ, այն որ պատվիրեց մեր հայրերին, որ սովորեցնեն իրենց որդկանցը, որպեսզի իմանան նոր սերունդը, այն որդիկը որ կծնվին, վեր կենան եւ իրենց որդկանցը պատմեն, որ նրանք իրենց հույսը Աստծո վրա դնեն եւ չմոռանան Աստծո գործերը եւ նրա պատվիրանքները պահեն եւ իրենց հայրերի նման չլինեն խստապարանոց եւ դառնացնող ազգ որ իր սիրտը չպատրաստեց նրա հոգին հավատարիմ չէ Աստծո վրա տեսեք ինչ ասում ձեր հայրերի նման մի եղեք ասում այլ սովորեցրեք Տիրոջ ճանապարհը այսինքն ինչ արեցին անապատում հայրերը իրանց Դուք տեսնում եք ինչպես տրտնջացին, երբ որ չկար ջուր չկա, մեռնում ենք, մեզի հանեցի Եգիպտոսից, որ այստեղ սպանես, այստեղ ոչնչացնես, Աստծո մասին արդեն սխալ բաներ էին խոսում, Աստված ջուր տվեց, խիստ ձևով բարգացավ, բայց ջուր տվեց, Մովսեսն էլ բարգացավ
եւ Մովսեսի սիրտը դառնացրին եւ Մովսեսը անխորհրդաբար խոսեց իր աշտումներով եւ որ խփեց ջուրը բխել չէ երկու անգամ խփեց պետք է մեկ անգամ խփել ասեց ջուրը տվեցի ձեզի չփառավորեց Աստծուն դրա պատճառով չկարողացավ ապետյա ջերգիրը մտնել կտեսնես բայց չես մտի թեկուզ ինքը քանի անգամ աղոթքով ընտրել բայց այստեղ ես ուզում եմ մի բանի վրա շատ լուրջ ուշադրություն դարձնենք եւ իրանց սիրտը չպատրաստեցին իրանք մարդիկ իրանց սրտի մասին չէին մտածում իրանց վիճակը չէին տեսնում ախր ես ոնց եմ այն ասացում որ գիշերը տրագիսյունով ցերեկա ամբիսյունով առաջնորդում է ինձ որ կանդիսաների կարիք չկա որ սառոտ փչեր որ ես ինձ լավ զգայի ինձ էր հովասում որ շատ լավ են զգում ոչ մեկի ճնշումը չէր բարձրանում ոչ մեկը չէր ցուլանում ուշքը գնարեն գնել այլ հավես էին արզում իրանց հաճելի էր այդ եղանակը շատ ցանկալի եղանակ էր սիրելի քույր եղբայրներս այսօր նույնպես ցանկալի եղանակ է այսօր նույնպես լավ տարի է առողջության, օրհնության տարի է, կարող է մտածել ոնց առողջության, օրհնության, այո, սիրելի քույր եղբայրներս, ամեն պայմաններ տվել է, այս փափուկ աթոռների վրա մարդիկ երազել են, թաքնվում էին, անապատներում էին անում, գերեզմանոցներում էին անում, պաշտամում, որ բռնում էին, կախվում էին, սպանում էին, հավոր բաներ էր տեղ ունեմ, այսօր մենք Աստվածն ես հնարավորություն տվել, պետք է փառք ասենք, փառք ես Տեր Աստված Բա մենք մեր որդերին չսովորեցնենք, թե ինչ արել Աստված մեզի համար։ Իսրայելին անցկացրեց ծովի միջով, ինչի են պահանջում Աստված, որ նրանք իրենց հույսը Աստծո վրա դնեն եւ չմոռանան Աստծո գործերը եւ նրանք պատվիրանքները պահեն, որ նրանք իրենց հույսը Աստծո վրա դնեն եւ չմոռանան Աստծո պատվիրանները, որ ու Աստծո գործերը չմոռանան։ Աստծո պատվիրանները պահեն, տեսեք, Աստծո գործերը չմոռանան, ինչքան ծանր բան է, երբ որ մարդ մոռանում է Աստծո արած գործը, Աստծո արած գործը, երբ որ մոռանում է իրանց աչքերով, տեսան թե ինչպես կարմիր ծովը բացվավ եւ նրանք անցան ինչպես թե ցամաքով, նրանք անցան ինչպես թե ցամաքով, իրանք անցան ճիշտ այդ ճանապարհը, բայց նրանց սրտի մեջ փոփոխություն տեղի ունեցավ, սիրելի քույր եղբայրներս։ Աստված ամեն բան արեց, որպեսզի այդ ժողովրդի մեջ փոփոխություն տեղի ունենա, նրանց սրտերի, նրանց կյանքի մեջ փոփոխություն տեղի ունենա, բայց ինչ որ մի բան պակասում է, հա, ջուր տվեց, կարա Աստված մի սեր տա, նայեք, անշնորհակալ ժողովուրդ, ոնց է կարա Աստված մի սեր տա, բա իհարկե կարա տա, քամին փչեց եւ լորամարգիները եկան, խորոված արեցին ու կերան եւ դեռևս նրանց բերանների մեջ Տիրոջ բարգությունը բորբոքվեցավ ու ահագի ժողովուրդ մեռան, սիրելի քույր եղբայրներ, Տեր հարված է Տիրոջից միտեղ դրակ դուրս եկավ, ասում է բանակի ծայրերը հայրեց, նայում եք Տեր Աստված, նրանք ովքեր որ իրանց հույս Աստծո վրա չէին դնում, այդ հետևանքները տեղի էին ունենում։ Այսօր Աստված ուզում է, որպեսզի մեր տների մեջ օրհնություն լինի, եւ որպեսզի մեր տների մեջ օրհնություն լինի, անպայման դու պետք է լցված լինես Աստծո խոսքով, հույսդ Աստծո վրա դնես։ Կամ մեկը որ դու կարող ես ապավինել, ցույց տուր, ես եք ուզեի դենա այդ մեկին, բայց չկա սիրելի քույր եղբայրներս, մենակ մեկը կա, որի անունը Հիսուս է։ Մենակ Հիսուսը կարա քեզ օգնի։ Այստեղ իրանց սրտի վրա, իրանց ներքին վիճակի վրա ուշադրություն չէին դարձնում։ Երբ որ Հիսուսն եկավ այս աշխարհ, սովորացնում էր, ասում էր փարիսեցիներին, ասում էր վայ ձեզ փարիսեցիներ, որ դուք նման եք տեպած գերեզմաններին, դրսից գեղեցիկ են, բայց ներսը ամեն ապականությունով լցված է մեռելների ոսկորներով։ Զգուշացնում էր, ոչ թե նրա համար հանդիմանում էր, որ կործաներ, այլ նրա համար, որ ասեն ինչ անենք, ողորմությունները, գտնվեց մեկը եկավ, հիշում եք, Նիկոդեմոս եկավ, գիտեմ, որ Աստված անից ես, որովհետև այդ նշանները, որ դու անում ես, ոչ ոք չի կարող անել, եթե Աստված իր հետ չլինի։ Նիկոդեմոս, եթե ուզում ես երկինք մտնել, դու պետք է վերստին ծնվես, ես ոնց կարող եմ վերստին ծնվել, որ ծեր եմ, միթե կարող եմ նորից մորս արգանդը մտնել ծնվել, Նիկոդեմոս, քեզ պետք է ծնվել հոգուց եւ ջրից, Տիրոջ անունը թող փառավորվի, սիրելի քույր եղբայրներս, մենք այսօր ծնվել ենք հոգուց ու ջրից,
Մենք այսօր ծնվել ենք, այսօր մենք ուրախ ենք, մենք երջանիկ ենք, մենք փառավոր ենք, պետք է ինքն արել մեզի։ Գողգոթայի խաչը իզուր չէ։ Հիսուսը լավ գիտեր, որ մարդու սիրտը չի փոխվի, մարդը ոնց կատենց կմնա, բայց միակ միջոցը, որ Աստված էլ գիտեր, դրա համար ուղարկեց իր միածին որդին, միակ միջոցը, որ կարող է մարդու սրտի վրա ազդեցություն թողել, դա Հիսուսի խոցված ձեռքերն էին, դրա համար հին ուխտում նույնպես մարգարեները գիտեին, դրա համար Եսային ասում է, եւ նրա վերքերով մենք բժշկվեցանք։ Իսկ նոր ուխտում Պետրոսն ասում, ամենս մոլորված ոչխարների նման էին, ամեն մեկս մեր ճանապարհով էին գնում, բայց Աստված մեր ամենի հանցանքը նրա վրա դրեց, որի վերքերով մենք բժշկվեցանք, Փառք Տիրոջը, զորություն կա այդ արյան մեջ, զորություն կա այդ վերքերի մեջ, բժշկություն կա, եւ ամենակարողը կարող է փոխել քեզի, եթե մի քիչ փոխել այդ չի ասում, որ լավ է։ Չէ, ուզում եմ շատ փոխի, ուզում եմ որ դու լցված լինես Աստծո խոսքով, ուզում եմ որ դու կենդանի քրիստոնյա լինես, ոչ թե մենակ անունով քրիստոնյա լինես, կամ ոչ տար, ոչ պաղը, քաջ, չի ուզում եմ որ դու լավ լինես, ուզում եմ, ինչպես ամեն մի ծնող իր զավակի համար լավն է ուզում, այդպես էլ մեր ծնողը, որ ծնել է մեզի Գողգոթայի խաչի վրա, մեր լավն է ուզում, սիրելի քույր եղբայրներս, քեզի մեծ ցավերով ունեցել, մեծ ցավերով ունեցել այդ փառաբանքի մեջ, նայում էր քեզի, նայում էր քո աշխերին, ասում էր, հայ ներիր, որտեղ չի հասկանում, թե ինչ անում։ Եվ Աստված չի ուզում, որպեսզի այսօր այդ չհասկացողները լինենք, հիմարները ասում չեն հասկանա, բայց Փառք Տիրոջը հայտնվեց Աստծո որդին մեզի միտք տվեց, այսօր մենք հիմար չենք, մեր միտքը բացել է, մենք Աստծո ծառաներն ենք, բայց Աստված ուզում է, որ ավելի լցված լինենք, ավելի ապավ լինենք Աստծո խոսքին, որ ավետարանը կարող է մեզի փոխել, ավետարանի քարոզությունը կարող է մեզի փոխել, ոչ մի բան մարդկանց չփոխեց, օրենքներ, կարգեր, ես պետք անես, ես պետք անես, ես պետք անես, բայց որ Աստված էր կպնում մարդու սրտին, մարդիկ կոտրվում էին, փոխվում էին, դրա համար այսօր մեզի պետք է այդ օծությունը, այդ զորությունը, որպեսզի կպնի մեզի, որպեսզի հանձնվենք Տիրոջը, ասենք, Տեր մենք այսօր կարիք ունենք փոփոխության, որպեսզի ես կարող լինեմ այն ինչ որ դու տաս ինձի, ես կարող լինեմ կամ իմ զավակներին, իմ թոռնիկներին, իմ ազգին, իմ ժողովրդին, կարող լինեմ փոխանցելու, որ շարունակություն ունենամ, եթե ես ունենամ, որ կարամ մեկին բան տամ, եթե դու ճանապարհով ես, տենում ես մեկը սոված, կարիք ունի ողորմության, բայց ջեբը բան չկա, ոչ մի բան չկա, դու ինչ կարաս անես, ոչ մի բան չես կարանես, պետք է ինչ-որ մի բան ունենաս, այդպես էլ մենք պետք է ունենանք սիրելի քույր եղբայրներս, որ կարիք ունեցողներին կարողանանք հոգսերը հոգամ, ես ֆիզիկականի համար չեմ ասում, դա էլ է կարևոր, բայց այդքան կարևոր չէ ինչքան հոգեկանը, հոգեկան վիճակից մարդուն հանես, ընկած վիճակից այդ ցեխի մեջից կարող լինես հանելու, ամբողջ երկնքի հեշտակները ուրախանան, երբ որ մի հոգի դառնում է Տիրոջը եւ ասում է ես ընդունում եմ Հիսուս Քրիստոսին ինչպես իմ անձնական փրկիչը, մինչև այսօր շրթունքներով եմ ասել, հիմա չեմ ուզում մենակ շրթունքներով ասել, հիմա իմ սիրտս եմ բացում իր առջև, հիմա իմ սիրտս եմ բացում եւ ասում եմ եկ Տեր Հիսուս ու բնակվի իմ սրտիս մեջ, եւ եթե քեզի լավ չեմ ծառայել, ես խոստովանվում եմ ների ինձի, մաքրի ինձի, սովորեցրու ինձի սիրել, սովորեցրու ինձի ներել, սովորեցրու ինձի խոնարհվել, ինչպես որ դու խոնարհվեցիր։ Եթե ես ասեմ խոնարհվեք, եղբայրներ ջան, քույրեր ջան, խոնարհվեք, իմ ասածը կոպետ չարժի, բայց ինքն ասում է, նայեք, տեսեք իմ գործերը, Իսրայելը տեսնում է ու ձեր հույսը դրեք Աստծո վրա, ձեր հույսը դրեք Աստծո վրա, եթե մենք մեր հույսը Աստծո վրա դնենք, մենք շատ մեծ փոփոխություններ տեսենք շատ կարճ ժամանակում, շատ կարճ ժամանակահատվածում կտեսնենք շատ մեծ հրաշքներ եւ փոփոխություններ, որովհետեւ ես ուզում եմ մի փոքր կարդալ Սաղմոսներից մեկում 115-ի ասենք 114-ի մի քանի խոսքեր կարդամ, երբ որ Իսրայելը Եգիպտոսից դուրս էր գալիս, Հակոբի տունը խուժդուր ժողովրդի միջից, Հուդան եղավ նրա սրբությունը, Իսրայելի նրա իշխանությունը, ծովը տեսավ եւ փախավ, Հորդանանը հետ առավ, սարերը
խոյերի պես վեր խաղացին, բլուրները գառների պես, կարող ասեք այդ սարերը որտեղ թրբրացին խոյերի նման, որտեղ հիշում եք Սինասարը, ռուսերում լավ ագրեմ, Կալիբացը, այսինքն գնում ու գալիս է, Կալիբացը, տես տիրոջ զորությունից, տիրոջ օրենքը, որ գալիս է Սինասարը, ժողովուրդը վախենում էր, ասում, այս ինչ է տեղի ունենում, իրանք տենում են, ասում, այդ նրա համար, որ դուք տիրոջ վախ ունենաք ձեր սրտերի մեջ, եւ տեսնում եք ծովը տեսավ ու փախավ, Բարմի ծովը տեսավ ու փախավ, սիրելի գուր եղբայրներս, Հորդանանը հետ գնաց, եւ որ քահանաները մտան ոտները դրին ջրի մեջ, գետը բացվեց, իրանք անցան, ինչպես է ցամաքով, հետ գնաց, գետը սկսեց հակառակ ուղղությունով, սենց էր գալիս շուռ եկավ հակառակ հոսեց, եւ իրանք ինչպես ցամաքով անցան, Տիրոջ անունը փառավորվի, այդ ամեն բաները իրանք տեսան, այսօր մենք էլ տեսանք Հիսուս Քրիստոսին, որ մեզի համար խաչվում էր, որ մեզի համար աղերսում էր, հայրները իր չեն հասկանում, ինչ են անում, որ մեզի համար ամեն բան արեց, փերքեր բացվեց նրա մարմնի վրա, որպեսզի մենք կյանք ունենանք եւ էլ ավելի, որ այսօր նույնպես աշխատանք կատարում իր հոգու միջոցով, որպեսզի մենք փոխվենք, եթե մեկը կարիք ունի դրա, թող ասի հիմա այս աղոթքի ժամանակ թող ասի Տիրոջը Տեր, Նիշև այսօր ստից մտից հավատացյալ եմ, էլ չեմ ուզում ստից մտից եմ, ես ուզում եմ քեզի լուրջ ծառայեմ, ես ուզում եմ, որ դու ինձի փոխես, իմ սիրտը փոխես, որ իմ սիրտը պատրաստ լինի, ինչպես Դավիթն էր ասում, իմ սիրտը պատրաստ է, այդ ինչի հետ, ինչից հետո էր ասում, իմ սիրտը պատրաստ է, պիտի երգեմ, փառաբանեմ քեզի, ինչի է այդպես ասում, կամ Իսրայելին ասում է, երբ որ Իսրայելը, երբ որ այդ նեղության, դժվարության մեջ է, չէ, Եգիպտոսում, ասում է, ես եմ քո Տեր Աստվածը, որ քեզի հանեցի Եգիպտոսի երկրից, լայն բաց բերանդ եւ ես կլցնեմ, այսինքն ինչով պետք է բացեք բերանը Իսրայելը, արծվի թևերով վերցրեց Իսրայելին նրա թևերի վրա դուրս հանեց, այս ստրուկությունից ազատեց, հիմա ասում լայն բաց բերանը, ինչի համար լայն բաց, ինչ ձևի բացի, ասեմ կանգնեմ թե Անդրեվագանու չէ, գոհությունով բաց բերանը, շնորհակալությունով բաց բերանը, հույսը Տիրոջ վրա դնելով բաց, այսօր առավել ևս, եթե Իսրայելից շատ տենց պահանջում է, մեզանից ավելի խիստ ձևով է պահանջում, լայն բաց բերանը եւ ես կհասնեմ, որտեղ ես իզուր տեղը չեմ խաչվել ձեզի համար, իզուր տեղի մարմինը չի խոսում, ինքը ավելի լավ է խոսում, քան Հավելի արյունը, իզուր տեղի վերքերը չեն գործում, նրանք բժշկում են, մաքրում են, ազատում են, հեռերին հարություն են տալիս, կյանք են տալիս նրանց, ովքեր որ չունեն, հույս են տալիս նրանց, ովքեր որ իրանց հույսը կորցրել են, ոտքի կանգնեք, բացենք մեր սիրտը Տիրոջ առջև, խոստովանվենք իրան, ասենք Տեր ների, որ ճշմարտությունով չենք կարել, ուղիղ չենք կարել քո առջև, մեր ցուրտ տեղերը շտկի, օ ռադս միր,